Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Փաստաբանների բարձրացրած աղմուկն ու վստահորդներին տեսակցելու սահմանափակումները, արդյոք իրավաչափ է միջին ծանրության անցանքի մեջ մեղադրվողի նկատմամբ բիրտ ուժի կիրառումը եւ ինչու են իրավապահները խախտում մարդկանց հիմնարար իրավունքները։ Ես նվաստացուցիչ վերաբերմունք եմ համարում դա։ Նրա գրառման մեջ որևէ արատավորող տեղեկատվություն չկա։ Խոսքի ազատություն Հայաստանի Հանրապետությունում այլևս գոյություն չունի։ Դատավորը կյանքը կարող է այդ պահին մարդու ուղղակի խեղել։ Անձանց ձերբակալելուց պարկասնեն գետիններին։ Զանգում ես ընդհանուր բաժին իրենք։ Տեղյակ չեն, քնչական մարմնի դռները փակեն։ Խարխլվող պաշտպանություն կամ ծառայության ժամկետի կրճատում, ինչու են ժամկետայինները ստիպված ավելի շատ հերթապահելու սահմանին եւ արդյոք վարժական հավաքների մասնակիցները կլրացնեն բացը։ Ծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Մեզ մեղադրում են հապճե որոշումներ ընդունելու, որովհետեւ ըստ էության այն խնդիրները, որոնք առկա են Ադրբեջանի հետ, իրենք մինչ օրս լուծված չեն։ Դες բան չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի ոնց են դա իրականացնում, ինչու գիտեմ ես։ Շատ լավ հասկանում եմ, բայց ինձ լրիվ մեկ է։ Քրեակատարողական հիմնարկներում ավելի քան 2000 կալանավորներ կամ կալանքը չափազանց հաճախ կիրառվող միջոց, հասարակական դժգոհությունից խուսափող դատավորների արատավոր գործելավոճն ու մեղադրյալի եւ հանցագործի նույնացման տխուր հետևանքները։ Մարդը սկսում է ելքեր փնտրել, թե ոնց անի, որ իրեն չկալանավորեն։ Չեն էլ քննարկում կալանքի որոշումները։ Միանգամից 1 տարին ամիջ ժամկետով բանցը գտնվել էր կալանքի տակ։ Բայց այդ մարդ թելի չի փախել։ Հաջորդում է քննիչի առաջարկը, որ ցուցմունք տուր, Ինչ փախնելու ռիսկի մասին է։ Դատարանը արդարացրեց անձին։ Երկու կյանք խլած ինքնավթարի մանրամասներն ու մոտոցիկլավարի ողբերգական մահը, ինչպես է հաշված րոպեների ընթացքում կորցրել տարիների վաստակը եւ որն է կրկնակի վրաերթի իրական պատճառը։ Այս կողմը եկեք։ մարդու քրտնինքը։ Փոզը հանեցի կեսից սալտավ։ Ուսի ճարագություն։ Վայ, սաղավարտուր այդ է հասել։ Հեռախոսից նա ինչ է մնացել։ Էսիվայտե դիատարնա։ Միտուլիքը դարդ կամ 11 հոգանոց անօգնական ընտանիքի ոդիսականը, ինչպես են ստիպված լքել սեփական քրտինքով կառուցած տունը եւ որն է ավելի զորեղ թշնամին, սոցիալական հոգսը թե ազերի բաշի բոզուկը։ Արցախի բույրը շատ անուշ է։ Ցավս հավասար ինչ լինում է կիսվում ենք։ Երազից տեսա այդ հերոսին Ռոբերտ Աբաջանին, որ գալիս է ինձ ականջից տան է շշնջում։ Գիտեմ ոնց է զոհվել։ Տան պատերը շատ է քանդված։ Երկար չկարողացանք, որովհետև ինը բալիկ երկուսենյակ։ Ես ուզում եմ, որ Արցախը հետ բերենք։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։